Ես ուզում եմ սկսել Նիկոլ Փաշինյանի այն ստից եւ Նիկոլա Կանդերյան քարոզարշավից, որ նրանք ասում են 300,000 ադրբեջանցիների մուտքը դա 5-րդ Շարասյան կամ ընդդիմադիրների հորինածն է։ Այդպես են խոսել Նիկոլ Փաշինյանի բոլոր ռուպերները, բոլոր միկրոֆոնները եւ ուսապարկերը թուրքական ապրանք եւ իրենք ասում են։ Ես ուզում եմ հիշեցնել, երբ Զանգեզուրի Միջանցքի հարցը բարձրացվեց, այդ նույն քարոզիչները Նիկոլ Փաշինյանի այդ ուսապարկերը, այդ թուրքական ապրանքները նույն բառերով հայտարարում են, որ դա անդիմադիրների հորինածն է, որ դա չի իրականացնում։ Զանգեզուրի Միջանցքը 74%-ով կտրվեց Հայաստանի Հանրապետությունից եւ փաթեթավորվեց ամերիկյան ոչ պետական կազմակերպության փաթեթով ու տրվեց թուրքերին այն պայմաններով, որոնք թուրքերը պահանջում էին։ Տեսեք իրականացավ։ Ես ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ոչ մի թիզ հող Հայաստանի Հանրապետությունից չի անցնել, այս անկլավների հարցը սուտ է դա 5-րդ Շարասյան մեր ճշտամիների ասածն անկլավները եւ այդ գյուղերը տվեց թուրքերին, փաթեթավորեց սահմանագծում տերմինով եւ ոչ մի թիզ հող հետ չստացավ։ Արցախը ադրբեջանցին ասում են Արցախը Հայաստանը եւ վերջ Արցախը Ադրբեջանի երբեք չի կարող լինել, փաթեթավորեց, որ մենք փրկում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ տվեց Թուրքին։ Հիմա 300,000 ադրբեջանցիներ դա իմ կամ որևէ մեկի մտքի արգասիքը չէ։ Ալիևը բոլոր միջազգային կազմակերպությունում ես հաշվել եմ 26 անգամ հայտարարել է Արեմտյան Ադրբեջանի մասին, իսկ Արեմտյան Ադրբեջանը Նիկոլ տերմինը եւ գաղափարը Նիկոլ Փաշինյանն է տվել ադրբեջանցիներին։ Ինչպես է տվել։ Երբ ասես մենք Արցախ ենք ուզում, իրենք էլ Արեմտյան Ադրբեջան են ուզում։ Այդ տերմինը առաջին անգամ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը, տվեց Ալիևին։ Եվ Ալիև այն օգտագործում է հիմա մեր դեմ։ Եվ այդ տերմինը տալուց հետո Ալիևը հայտարարեց, որ իրենք տանկերով չեն մտնելու Երևան, մեքենաներով են մտնելու, զուռնադահոլով են մտնելու Երևան, հաղթանակի զուռնադահոլով։ Եվ հիմա ասում եմ, ես այդպիսի բան չեմ ասել։ Նայեցեք, ես ցույց տվեցի Նիկոլ Փաշինյանի բառերը, երբ ասում եմ մեղրին ով է տալու, երբ է տալու։ Հարցային չի տալու են չեն տալու, այլ ով է տալու, երբ է տալու։ Նա հայտարարեց արդեն, որ մեղրին տալու է։ Հասկանում եք։ Դուք գիտեք, որ այսօր Ադրբեջանը հատուկ 150 կազմակերպություն է ստեղծել, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի մեր ընտրությունների համար։ Հազարավոր բլոգերներ, թուրք բլոգերներ եւ օգտատերեր այսօր քարոզում են Նիկոլ Փաշինյան։ Հայ ազգանուններով մենակ 11,000 օգտատեր է բացվել YouTube-ում եւ տարբեր էջերում, որոնք քարոզում են Նիկոլ Փաշինյան։ Դուք հասկանում եք ինչ են անում, ինչու են դա անում, որովհետև իրենք գիտեն, որ միայն Նիկոլ Փաշինյանն է տալու Հայաստանը իրենց, ստով, փաթեթավորած ժողովրդին խաբելով, երեք ես մի Նիկոլականի ասում 300,000 տերմինը սուտ է, երբ բացում եմ Ալիևի ելույթը, ինքը լսում է 300,000 բառը, որ վերադառնալու ենք, բութ հայացքով, նայում է ինձ ասում, դե հիմա Ալիևը շատ բան կարող է ասել։ Եվ ես իրեն ասում եմ, որ ասածը Նիկոլը չի կատարել այդ Ալիևի տուզիկը, այդ ստորաքարշ հարբեցող ծաղրածուն, այդ համբալը, ինչը չի կատարել, ոչինչ չի կարողանում ասել։ Եվ ես ձեզ ասեմ, 2026 թվականի հունիսի 18-ին եւ 19-ին Ալիևի առաջնորդությամբ տեղի ունենալու Արեմտյան Ադրբեջան համայնքի համաժողով համագումարը, որտեղ հստակ կոնկրետ քայլերով նշվելու է, երբ որտեղ ինչքան մարդ է գալու Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ անցած անգամ ասացի, 22,000 մարդասպաններ, բռնաբարիչներ, գողեր համաներում են ստացել Ալիևի կողմից, պայմանագրով, որ իրենց ընտանիքի հետ պետք է գան Հայաստանի Հանրապետություն ապրելու։ Անգամ ցմահ դատապարտվածին 12 սպանության համար ցմահ դատապարտվածին համաներում են տվել, որպես ինքը պետք է իր ընտանիքով գա ապրի Հայաստանի Հանրապետությունում։
Եվ ֆինանսական աղբյուրները 22 միլիարդ դոլար հատկացնում են վերաբնակեցման համար։ Վերաբնակիչները եւ գիտեք ինչու են Նիկոլ Փաշինյանը այսօր ինչու է Սահմանադրական բանը չի դնում նոր սահմանադրության նախագիծը չի դնում քննարկման ընտրություններից առաջ, որտեղ այնտեղ հստակ նշված է որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուներից մեկը երկրորդ պետական լեզուն պետք է լինի ադրբեջաները։ Դա Ալիևի պահանջն է խաղաղություն կնքելուց առաջ։ Եվ Հայաստանի Հանրապետությունում թուրքերը ադրբեջանցիների պաշտպանության համար 3 ռազմաբազա պետք է ստեղծեն։ Այսինքն թուրքերը ոչ միայն էթնիկապես են օկուպացնում Հայաստանի Հանրապետությունը, այլ օկուպացնում են նաև ռազմական առումով։ Ադրբեջանը պետք է 3 ռազմաբազա ունի Շիրակում, Արմավիրում, Թուրքիայի հարակից հատվածում եւ Սյունիքում։ Անգամ ռազմաբազաների տեղ գիտեն, Արմավիրի զորավարժանը տրվել է թուրքերին ռազմաբազայի համար։ Գիտեք դա։ Չէ, դա գիտեք։ Մեղրու զորամասը տրվել է թուրքերին ռազմաբազայի համար։ Դուք դա գիտեիք։ Եվ բացի դրանից, բոլոր բնակավայրերը պետք է ունենան իրենց գվարդիան, զինված ոստիկանական գվարդիան, որը կոչված է պաշտպանելու ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն 3 ռազմաբազա, բոլոր բնակավայրերում զինված խմբավորումներ ադրբեջանական։ Հայաստանի Հանրապետության թույլ բանակ։ Ես կանրադառնամ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 30 տարի թալանել են, բանակը մեր օրոք է ստեղծվել։ Պապիկյան, երբ դու հայտարարում ես, որ բանակին ավելի շատ հատկացումներ է տրվել, այդ խեղճ միամիտ ժողովրդին, որ խաբում ես, տականք, ինչու է 23% 2026 թվականին ռազմական բյուջեն կրճատվել 25 թվականի համեմատ։ Երբ այդքան փող է տրվել։ Նիկոլ Փաշինյան, երբ դու ասում ես, որ 2007 թվականին Ադրբեջանի 2 անգամ ավելի ռազմական բյուջեն ավելի եղել, քան Հայաստանի Հանրապետությունից, դու որպես վարչապետ երբ ընտրվել ես, դու պետական գեր գաղտնիքներին ծանոթացել ես, ինչու՞ չես հայտարարում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք 16 տրիլիոն դոլարի զենք զինամթերք է արվել պետական բյուջեից, ռազմական բյուջեից դուրս, 16 տրիլիոն դրամ։ Դա քո 8 տարիների ռազմական բյուջեից, ռազմական հատկացումներից մի քանի անգամ ավել է։ Դու այդ գաղտնիքներին գիտես արդեն, ինչու ես ստում, ինչու ես մարդկանց ստորաբար խաբում։